Վերջին զանգ հեռուստասերիալում Անգելինայի հիվանդանոցում անցկացրած ժամանակը լուրջ հետևանքներ է թողնում ոչ միայն իր առողջության, այլև անձնական կյանքի վրա։ Բարեբախտաբար հետազոտությունը ցույց է տալիս, որ նա լուրջ վնասվածքներ չունի, եւ բժիշկ Գոր Մարկիչը անձամբ առաջարկում է նրան տանել տուն։ Վիկտորիան նկատելով, թե ինչպիսի հոգատարությամբ է Գորը վերաբերվում իր դստերը, առաջարկում է նրան ավելի հաճախ իրենց հյուր գալ։ Անգելինան սակայն հասկանում է, որ մայրը փորձում է նրա ուշադրությունը շեղել Գորի վրա, հեռու պահելով Հենրիից, սակայն Հենրին հեշտությամբ չի հանձնվելու։ Հիվանդանոցում պատուհանից նկատելով, որ Անգելինան ու Վիկտորիան նստում են Գորի մեքենան, Հենրիի աչքերը մթնում են։ Նա շտապ դուրս է գալիս հիվանդանոցից, նստում մեքենան ու սկսում հետևել նրանց։ Հենրին հասնում է Անգելինայի տուն ու հեռվից հետևում, թե ինչպես է Գորը նրան ճանապարհում, իսկ հետո հեռանում։ Բայց Հենրին այսքանով չի բավարարվում, նա հետևում է Գորի մեքենային ու իր ավտոմեքենայով փակում նրա ճանապարհը։ Գորը շփոթված ու զարմացած կանգնում է, իսկ Հենրին կատաղած ու վճռական դուրս է գալիս մեքենայից։ Խոսելու բան ունենք, ցածր, բայց կտրուկ ասում է նա, նայելով ուղիղ Գորի աչքերին։ Այդ ընթացքում Ֆայնան զանգում է Աննային ու պատմում, որ հիվանդանոցում հանդիպել են Անգելինային եւ մի փոքր միջադեպ է տեղի ունեցել։ Աննան այս պահին Միքոյի հետ է եւ Միքոն նույնպես իմանում է այդ մասին։ Նրա դեմքին անհանգստություն է հայտնվում։ Քիչ անց Աննան Միքոյին պատմում է, որ իր հայրը Բագրատը պատրաստվում է ամուսնանալ։ Միքոն զարմանքից ապշում է, հասկանալով, որ Բագրատն այդպիսի որոշում չէր ընդունի առանց որևէ անձնական շահի, իսկ Հենրին դեռևս կանգ չի առնում։ Որոշ ժամանակ անց արդեն ուշ երեկոյան նա ձեռքն առած ծաղկեփունջ ու փուչիկներ գաղտնի բարձրանում է Անգելինայի պատշգամբով ու աննկատ ներս մտնում նրա ննջասենյակ։ Անգելինան տեսնելով նրան շփոթվում է ու չի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում։ Սակայն նույն պահին սենյակ է մտնում Ավագը եւ սկսվում է հերթական մեծ սկանդալը։ Ավագը, տեսնելով Հենրիին իր դստեր սենյակում, կատաղում է. «Ինչպես ես համարձակվում նորից հայտնվել այստեղ», գոռում է նա, սպառնալով Հենրիին։ Անգելինան շփոթված ու վախեցած փորձում է ինչ-որ բան ասել, բայց Հենրին ընդհանրապես չի պատրաստվում պաշտպանվել։ Նա պարզապես նայում է Անգելինայի աչքերին, հասկացնելով, որ ինչ էլ լինի, ինքը չի պատրաստվում հեռանալ։ Ինչ եք կարծում, Հենրիի խանդը կդառնա նրա ու Անգելինայի սիրո վերջը, թե դա ավելի կմոտեցնի նրանց։ Իսկ Գորն արդյոք պատրաստ է պայքարելու Անգելինայի ուշադրության համար։ Կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում եւ եկեք միասին փորձենք հասկանալ, թե ինչ կլինի հետո։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում Կարապետյան դեպի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, այս ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտ է, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ ցույց տա։ Դրանով գնալենք մեր ստուդիա։ Ուրա, դու նա նկարում իրապես։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զանգ հեռուստասերիալի Սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ, ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար, կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար, օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ մի անգամից հունից դուրս գամ, տենց քրիմների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացաք, իսկ Սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակ է, ավելի կշռադատված է հարցերին նայում, այդ առումով նույնիսկ Սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես էլ մի քիչ այդպես լինեի։ Իսկ ինչով ենք նման, օրինակ ազնվությամբ, մի քիչ զգովամ էլի, հա, այդ առումով միամտությամբ ազնվությամբ ես էլ եմ մի քիչ տենց Սեմին նման, բայց ընդհանուր Սեմի կերպարը շատ եմ սիրում, անկեղծ, շատ լավ կերպար է, շատ լավ տղամարդու կերպար է, Ուզեք չուզեք հանգիստ չեմ թողել ձեր Հենրիին։
Չասենք ես ստեղ ինչ Անգելինա։ Ես Անգելինաս եւ Հենրին նկարում ենք trend ես գոնե։ Ես եմ սկսում թե դու։ Հա։ Հա, ես եմ սկսում թե դու։ Ես գոնե խաղի ժամանակ չեմ սկսում ծիծաղալ։ Ես գոնե պատվոտկա տալուց չեմ ծիծաղացնում։ Ես գոնե շատ բարձր տրամադրությամբ ու բարձր Ես գոնե միշտ կապ չունի ռեկ չի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Հոգնում եմ։ Ես գոնե տեքստ անցնելուց վաշարկում չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ անենք կարդի վեր տեքստը մեկ անգամ գիտեք, այն 10 անգամ անցնում ենք։ Ինչ պետք է ես ասեմ, ու ինքն էլի հակառակն եմ կարծում։ Ես արաններ կա չէ, որ ձեռքից ստանում է։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսաններում չեմ սովորաբար իմիտացիան անում, թե իրողս ես ինք բրված։ Վերջ։ Թե չէ, թե ունես էլի։ Խոսակասի քրոշ չան, լաքսված է, ոյք, ինչպես նորից առանց մեյքա։ Գիտեք հեշտ է, քնելու տեսարան ենք նկարում, և այդ պատճառով ես առաջ մեյքափը մաքրեցի, չհաշված նրան, որ հետո հաջորդելու է տեսարան, որտեղ ես քնում մեյքափ։ Նենց որ не надо так критиковать, вы знаете? О, это мой номер. Բարի երեկո, չէ, չեք սխալվում։ Սեն, Աշոտը վերջապես որոշեց 7 տարի անց սակալու Սեն։ Հայդը, դիտում եմ վերջին